Եթե իշխող կուսակցությունը ստանա մեծամասնություն եւ այդ մեծամասնության թվերը լինեն տպավորիչ, ապա դժվար թե կարելի է ենթադրել ինչ-որ քաղաքական լուրջ զարգացում։ Եվ հակառակը, եթե այդ թվերը այդքան էլ համոզիչ չլինեն, հատկապես ընդդիմադիր դաշտի համար, ապա այդ դեպքում կարծում եմ ամենայն դեպս արձագանքը կարա մի քիչ այլ լինի։ Այսինքն հնարավոր է հանգիստ վիճակ լինի որևէ ուժի, այսպես ասենք, մաքուր հաղթանակի դեպքում, եթե բավականին առավելությամբ այսպես տպավորիչ։ Մենք տեսնում ենք, որ եւ 18 թվականի ընտրությունները եւ 21 թվականի ընտրությունները չբերեցին որևէ լուրջ հետընտրական զարգացումների։ Կարծում եմ դա նաև բնականաբար պայմանավորված էր նրանով, որ իշխող կուսակցությունը բավականին համոզիչ թվեր էր ցուցաբերել այդ ընտրությունների արդյունքում։ Արդյոք այս պահին մենք կունենանք նաև նմանատիպ իրավիճակ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում, ցույց կտան նաև այս ընտրական արշավի զարգացումները, կրկնում եմ, այս պահի դրությամբ այն հարցումները, որոնք որ կան, բավականին համոզիչ ցույց են տալիս իշխող կուսակցության հնարավորությունը ստանալ մեծամասնություն խորհրդարանում, բայց այս պատկերը պարզա կարա փոխվի կապված տարբեր, ասենք, զարգացումներից, տարբեր ռազմավարություններից, որոնք որ քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել եւ իրականացնել ընտրական կամպանիայի ժամանակ եւ այո ոչ պակաս նաեւ բոլոր շահագրգռված եւ ոչ այնքան շահագրգռված արտաքին դերակատարների քայլերից եւ այդ քայլերի ազդեցությունից